Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ 16 միլիոն դրամից ավել է ծախսվել այդ շոու երեկոյի վրա։ Վարչապետ Փաշինյանը վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն հրապարակում էր տեսանյութեր հարվածային գործիքներ նվագելով։ Նրա սրտիկները ուղեկցում էին ոչ միայն Զենֆիրայի, Մարուն 5-ի, Էմինեմի եւ այլ արտիստների երգով, այլ նաև հայտնի արտիստների երգերով իր նվագակցությամբ։ Փաշինյանը հարվածային գործիքներ էր նվագում, իսկ ավելի ուշ իր կազմակերպած երաժշտական բենդի մասին հայտնեց եւ հրավիրեց վարչաբենդի առաջին համերգին, ովքեր մասնակցեցին Փաշինյանի կազմավորած երաժշտական խմբի վարչաբենդի համերգին։ Նա հրավիրեց թիմակիցներին ու նախապես մանրակրկիտ ուսումնասիրած եւ գրանցված մասնակիցներին հունվարի 30-ին ջրվեժում գտնվող Պալադիում հոլում վայելելու վարչաբենդի առաջին փակ ելույթը։ Ժողովուրդ օրաթերթը դիմեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին պարզելու միջոցառման ֆինանսավորման աղբյուրն ու ծախսերի չափը։ Տեղեկացրեցին, որ վարչաբենդի հետ կապված բոլոր ծախսերն իրականացվել է ՔՊ կուսակցությունը։ Այս հարցով Արմլուրը պաշտոնական հարցում է ուղարկել կուսակցությանը, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Մինչ այդ Արմլուր լրատվականը լրագրողական հետաքննության շրջանակներում կապ հաստատեց Պալադիում հոլի հետ ներկայանալով որպես լրագրող եւ պարզեց սրահում միջոցառում անցկացնելու սակագները։ Մասնավորապես, մինչեւ 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսում է 27,000 դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել 13,5 միլիոն դրամ։ Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար 600,000 դրամ, անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է 1 միլիոն դրամ, որի համար եւս վճարելը պարտադիր է։ Այսպիսով, միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 միլիոն դրամ։ Միասին դարձավ 15,1 միլիոն դրամ կամ մոտ 40,000 ԱՄՆ դոլար, մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 10 տարեկան աղթամար կոնյակ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստներ, նախուտեստներ։ Եթե համեմատենք Փաշինյանի բենդի ծախսած թիվը, պետք է նկատենք, որ այն միաժամանակ կարող էր ծածկել մոտ 300 մարդու մեկ ամսվա միջինը։ Բայց քանի որ կարող է Փաշինյանը մեկ օրում մոտ 40,000 ԱՄՆ դոլար պարգևավճար ստանալ Հայաստանի Հանրապետության պետբյուջեից, ուրեմն օրինաչափ է, որ մեկ օրվա խնջույքի համար 21,7% աղքատություն ունեցող մեր երկրում կարող է վարչապետը ծախսել։